Կորեայի ձորը Քանաքեռավանը կապում է Քանաքեռի հետ։ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ մեծ կամուրջ են պլանավորում սարքել Զովումից, Քանաքեռավանից մինչև Քանաքեռ։ Կորեայի ձորով ճանապարհ կա, որը նույնպես Քանաքեռավանը կապում է Քանաքեռի հետ։ Հիմա արդեն բավականին բանուկ ճանապարհ է։ Սիրելի բարեկամներ, 90-ականներից այս ճանապարհը փակ էր։ Ես հիշում եմ, երբ փոքր էի, դեռ իմ պապա ասում էր, որ այդ ձորով մի ճանապարհ կա, որը փակ է, որովհետև կամուրջը գետը քշել տարել է։ Մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանը ինչ որ ճանապարհը մի կերպ կցեց, այդ ճանապարհը բացվեց, վարորդները ուրախացել էին, որտեղ երբ որ Դավթաշենի կամուրջը խցանվում է, դա դառնում է շատ լավ շրջանցիկ ճանապարհ։ Գետի վրայի կամուրջը հին էր, նեղեր, ընդամենը մի մեքենա էր կարող անցնել, բայց մի կերպ անցնում ենք լավ այդ ճանապարհով։ Հետո հայտարարեցին, ասեցին այդ կամուրջը պետք է վերանորոգենք։ Բերեցին, քանդեցին, որ վերանորոգեն, պարզեցին այդ կամուրջը վերանորոգման ենթակա չի։ Փակեցին ճանապարհը մի 3-4 ամսով, կամուրջն էլ սարքեցին։ Եվ իրոք հիանալի նոր կամուրջ էր։ Բացեցին այդ ճանապարհը։ Կամուրջից մինչև Երևան էլի քիչ թե շատ լավ էր, բայց կամուրջից մինչև Քանաքեռավան ճանապարհը գրեթե անանցանելի էր։ Անցավ էլի ահագին ժամանակ, դժգոհություններ, բողոքների տարափ։ Երևանի քաղաքապետարանը ասում է, գիտեք ինչ, այդ կամուրջից մինչև Քանաքեռավան Կոտայքի մարզպետարանը պետք է վերանորոգի, մենք մեր գործը արել ենք։ Մի խոսքով այդ ճանապարհ չէր դառնում։ Ահագին ժամանակ անցնելուց հետո որոշեցին, լավ, Քանաքեռավանից մինչև այդ կամուրջը շատ վատնա ճանապարհ է, ընդամենը 1 կիլոմետր է, բռնենք այդ ճանապարհը սարքենք։ Փակեցին այդ ճանապարհը եւ մի քանի ամիս շարունակ այդ ճանապարհը սարքում էին։ Բացեցին, հիանալի ճանապարհ Քանաքեռավանից մինչև կամուրջ եւ կամուրջը նույնպես հիանալի վիճակում։ Բայց այդ ընթացքում արդեն հասցրեց կամրջից մինչև Երևան ճանապարհը լիովին շարքից դուրս գալ։ Եվ այտենց էլ տարիներ շարունակ այդ ճանապարհ չի դառնում։ Սիրելի բարեկամներ, եթե անարդյունավետ կառավարումը սա չի, կարեք բացատրեք ո՞րն է անարդյունավետ կառավարումը։ Վաղ թե ուշ սարքվելու է նաև այդ կամրջից մինչև Երևան հատվածը։ Սարքվելու է այդ ճանապարհը։ Բայց մեծ խոսալու, մեծ կամուրջների տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ անելու փոխարեն կամ զուգահեռ միթե հնարավոր չի այդ ճանապարհը սարքել ոչ թե մաս, ոչ թե մի անգամ փակել կամուրջը սարքել, հետո մի անգամ փակել մի մասը սարքել, հետո երրորդ անգամ փակել երրորդ մասը սարքել, այլ մի անգամ փակել եւ այդ 6-7 կիլոմետրանոց ճանապարհը սարքել եւ Երևանը կունենար Դավթաշենի կամրջին շրջանցող հիանալի ճանապարհ։ Մանավանդ հիմա այս էլեկտրական մեքենաների դարում, եթե լինի նորմալ լայն ճանապարհ, դա լիովին փոխարինի մեծ կամրջին։ Փակված ճանապարհի ամեն մի ժամը, ամեն մի օրը պետության, հասարակության վրա, համայնքի վրա ահռելի փող է նստում։ Ոնց է հնարավոր, որ պետությունը այնքան անարդյունավետ կառավարվի, որ Երևանի քաղաքապետարանը եւ Կոտայքի մարզպետարանը չկարողանան իրար հետ համագործակցել, կոորդինացնել իրենց աշխատանքները եւ Ձորի ճանապարհը, որի մի մասը կամուրջն է, մի մասը Կոտայքի մարզում է, մի մասն էլ Երևանի վարչական տարածքում է, կառուցվի եւ վերանորոգվի միաժամանակ։